Ողջույն հարգելի հետևորդներ, Վահան Միրաքյան։ Ողջույն Դավիթ, ողջույն հարգելի ակնդիրներ։ Եվ այսօր ուղևորվում ենք Երկաթգծի փողոց։ Երկաթգծի։ Այո։ Կա այդպիսի փողոց Երևանում։ Երկաթուղայինները գիտեի իհարկե, բայց Երկաթգծինը նորություն է։ Շատ ավելի հետաքրքիր հարցը թե ով է մեզ այնտեղ սպասում։ Ով է մեզ այնտեղ սպասում։ Միքայել Հակոբյանը։ Օ, քանի որ այսօր 1-ն է հունիսի, 1-ն է հունիսի։ Նաև մանրամասները հաջորդիվ։ Սիրով, գնանք։ Գնանք։ Ես վստահ եմ իհարկե մենք շատ հարցերում պարտվելու ենք Միքայելին, բայց ես միայն ուրախ եմ այդ փաստից, այո, թող եկող սերունդը միշտ գերազանցի մեզ Դավիթ։ Մեր ապագան է, հա։ Այո։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարձրակարգ եւ հատնտիր ձավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Միքայել, բարև ձեզ Քրիստինե, բարև ձեզ Խորեն, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Համեցեք։ Չէ, մինչ համենալը ես ձեր շքամուտքում տեսել եմ շատ հետաքրքիր զարդարանքներ, գունազարդումներ, նկարներ եւ կխնդրեմ պատմեք այս ամենի մասին։ Ով է հեղինակը այս ամենի։ Դրանք բոլորը իմ նկարներն են։ Դե հերթով խնդրում եմ պատմիր Միքայել այս նկարների պատմությունը, որ նկարն է առաջինը հայտնվել շքամուտքում։ Առաջինը շքամուտքում հայտնվել է այս նկարը։ Ահա, ինչ է դա նշանակում։ Դե ձյուն է, գետ ու լուսին։ Ինչու որոշեցիր, որ պետք է շքամուտքը զարդարված լինի քո նկարներով։ Հենց այդպես որոշում եղավ, հետո մինչև ստեղ արեցի, հետո հարևաններից բողոքներ լսեցինք, թե ինչու չեք բարձրանում, հետո հասակ ինչ-որ միտեղ, որ արդեն պետք է այսպես գար, այդտեղ էլ որոշեցինք չանել, էլի բողոքներ լսեցինք, թե ինչու այս հատվածը դատարկ է, ու այդտեղ էլ նկարազարդեցինք ու շքամուտքը այսպեսի դարձավ, մինչև երկրորդ հարկ կա։ Կարող եք բարձրանալ եւ նկարել։ Շատ լավ, երևի թե կբարձրանանք կնկարենք, եթե իհարկե դեմ չէ Դավիթը, Դավիթ բարձրանալու ենք թե ոչ։ Այո, բարձրանում ենք, ասաց Դավիթը։ Ուղեկցի Միքայել։ Միքայել, որքան ժամանակում ես այս նկարները նկարել։ Նայած, որովհետեւ բոլորը մեկ օրում չեմ նկարել, երևի մի ամսում ամբողջ շքամուտքը զարդարված էր։ Նկարչությունը քեզ դուր է գալիս։ Մի փոքր։ Որ նյութերի հետ ես սիրում աշխատել, յուղաներկով, ջրաներկով, մատիտներով։ Ես յուղաներկով երբեք չեմ աշխատել, գուաշով եմ աշխատել։ Ջրաներկով այդքան էլ դուրս չի գալիս։ Ջրաներկան թերություններ ունի։ Այս նկարի պատմությունը կխնդրեմ պատմես, Միքայել, որտեղ երևում են դրոշի գույները, բայց մի փոքր այլ հերթականությամբ։ Սա կապ ունի որևէ կերպ Հայաստանի հետ, թե ոչ։ Չէ, ծիածան է։ Ուղղակի ծիածան։ Ուղղակի ծիածան, ոչ մի կապ չունի։ Հասկանալի է։ Այս բոլորից չորսը կան նաև իմ տանը գտնվող կտավի մեջ, չորսը մեկում կտավի մեջ, սա եւ սա կան։ Մնացածը արդեն հենց կտավի վրա եմ արել։ Այսինքն մեկ կտավի մեջ կա 4 նկար, այդ թվում սա եւ սա։ Շատ հետաքրքիր է եւ միանգամից տրամադրություն է փոխվում ձեր շքամուտքում գտնվելու արդյունքում։ Հիմա կխնդրեմ արդեն անցնենք տուն եւ մեզ ցուցադրես քո ամբողջ հավաքածուն եւ նաեւ զրուցենք։ Իմ սենյակները։ Քո սենյակները նույնիսկ մի քանիսն են, այո։ Մի քանիսն են։ Քանիսն են։ 3-ը։ 3 սենյակ պատկանում են Մեկը քեզ։ կիսով չափ։ Ահա։ Այդտեղ ես անցկացնում եմ իմ բոլոր դասերը, այնտեղ եմ անում իմ դասերը։ Եվ հենց դրա համար էլ դա կիսով չափ է իմ սենյակը։ Դե գնացինք քո լիարժեք սենյակ, առաջինը որտեղ ենք գնում։
Սա իմ լիարժեք աշխատասենյակն է։ Սա աշխատասենյակ է թե թանգարան, Միքայել։ Շատերն են ասում թանգարան, Ահա։ բայց սա իմ աշխատասենյակն է պարզապես։ Ինչ ասել է աշխատասենյակ, ինչ ես անում, ինչպես ես աշխատում այստեղ։ Այստեղ գալիս եմ գիրք եմ կարդում նստելով, այստեղ ունեմ շատ գրքեր, որոնք եւ կան եւ կարդացել եմ եւ չեմ կարդացել։ Այստեղ ունեմ նաեւ մի շարք հին ապրանքներ, որոնցով ես օգտվում եմ։ Հին ապրանքներից։ Այո, բայց դրա քո մեքենա տարիքի ունեմ։ բոլոր երեխաները հիմնականում օգտվում են հեռախոսներից, համակարգիչներից։ Դու օգտվում ես հին իրերից։ Այո, ավելին ասեմ, իմ գրամեքենայից շատ գոհ եմ, այն շատ լավ է աշխատում։ Օգտվում ես նաև գրամեքենայից։ Օգտվում եմ նաև նոր գիրքս գրում եմ հենց գրամեքենայի օգնությամբ։ Գիրք ես գրում նույնիսկ։ Այո։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցի արդյունքում ես չեմ կարողանալու պատվով դուրս գալ այս ամենի տակից, որովհետև դու ինձ գերազանցելու ես, եւ ես միայն ուրախ եմ դրա համար, որ եկող սերունդը կարողանում է գերազանցել իր նախորդ սերնդին։ Դե պատմիր, թե ինչ գիրք ես գրում։ Գրքի վերնագիրն է ինչպես օգտվել հին իրերից։ Եվ հենց այդ գրքում գրված են մի շարք հին իրերի մասին, թե ինչպես աշխատել։ Մի ժամանակ լրիվ ուրիշ գաղափար ունեի, մի երեխայի մասին, մի տղայի մասին, որը հին իրեր է սիրում եւ գնում բերում է, բայց հետո դրա նպատակը փոխվեց ու դարձավ մի գիրք, որի օգնությամբ բոլոր մարդիկ կկարողանան իմանալ ինչպես օգտվել ցանկացած հին իրից։ Միքայել, ինչպես արթնացավ քեզ մոտ սեր դեպի հին ապրանքները։ Ես միշտ դա ունեցել եմ։ Որտեղից։ Փոքր ժամանակվանից, որովհետև ես միշտ հին իրեր տեսել եմ մեր տանը։ Որն է քո սիրելի ամենահին իրը եւ ինչից սկսվեց, որ դու հասկացար քեզ դուր են գալիս հին իրերը։ Բոլորն էլ իմ սիրելին են։ Հարցս ուղեմ Քրիստինե, ձեզ։ Շատ բարի, սիրով։ Միքայելը այսօր գերազանցում է իր տարիքակից գրեթե բոլոր երեխաներին իր գիտելիքներով եւ իր նախասիրություններով։ Ես վստահ եմ այս հարցը ձեզ բազմիցս տվել են, բայց մենք նույնպես չլինենք բացառություն։ Ինչպես սկսվեց այս ամենը Միքայելի մոտ։ Դեպի սերը գիտության հանդեպ, սերը դեպի հին իրերի հանդեպ եւ առհասարակ այն ամեն ինչի հանդեպ, ինչը կարծես թե մեզ մոտ այդքան էլ ընդունված չէ, որ երեխաները զբաղվում են այդ ամենով։ Նախ ասեմ շնորհակալություն, որ այցելել եք, շնորհակալ ենք, որ անդրադարձել եք նաև Միքայելին։ Միքայելը ծնվել է մի տանը, որտեղ գիրքը անպակաս է եղել, ու դա նաև գենային է, գեներով է գալիս։ Միքայելը աչքերը բացելով տեսել է իր պապիկի հզոր գրադարանը, այդ հին իրերը, որ ասում է, պապիկի գրամեքենան, հին գրամեքենան, այնտեղ սարքավորումները, լամպը, գրիչները, թանակով գրիչները եւ կամած այն ինքը որ սկսում էր խաղալ, գրքերով էր խաղում։ Փոքր տարիքից սկսել է հենց գրքերով խաղալ։ Եվ այդպես արդեն որ հասկացանք ճանաչում է գրքերը նկարներով, սկսեցինք աշխատել։ Աշխատանքի արդյունքում ունեցանք այն, ինչը այս ունենք ու տեսնում եք այս հենց իր սենյակը, որ ինքը ասում է, նույնությամբ ինչպես պապիկներ իր գրքերը տարբեր տեղեր դնում, որ երբ պետք էր վերցներ կարդալ, նույնը Միքայելին է, քանի որ չենք հավաքում գրքերը պահում, դրված է այնպես, ինչպես Միքայելն է ուզում, որտեղ ցանկացած պահի ինքը կարող է կարդա, նա կարդա, այսինքն տունը հարմարեցված է ոչ թե մեզ, այլ տունը հարմարացված է հենց Միքայելին, որ ինքը կարողանա կարդա, օգտվի հին իրերից, օգտվի գրքերից, դա նպաստում է Միքայելին։ Դրա համար Միքայելի մոտ այդ սերը արթնացել է, թե գրամեքենայով աշխատել, թե գրքերը կարդալ, թե լամպը։ Հիմա որ շրջեք տանը, կտեսնեք ամեն անկյունում մի ինչ-որ հին իր, հին գրքեր, այսպես պահված են, անգամ հին չոտք, որը պապիկը ընթացքում աշխատել է, նաև դա է մնացել։ Չոտ քաշվիչ։ Չոտ քաշվիչ չմոռանամ։ Այդպես իր մոտ սերը արթնացել է։ Որը հենց հիմա գտնվում է մայրիկի հետևում։ Հին հաշվիչի մասին է խոսքը։ Իհարկե։ Դաստիարակության ամենակարևոր փուլը իհարկե վստահված էր ձեզ, որովհետև վստահ եմ, որ հայրիկը աշխատում էր այդ ընթացքում եւ ուզում եմ հասկանալ, դուք ինքներդ սերմանել եք երեխայի հանդեպ որևէ կերպով սեր դեպի գիտություն, դեպի հին իրեր, թե սա եղել է հենց իր նախաձեռնությունը եւ դուք ուղղակի չեք խանգարել եւ միայն ողջունել եք։
Չէ, նպաստել է, չեմ թաքցնի։ Այն ինչ որ ինքը արել է, փորձել ենք խաղային։ Այդ խաղը շատ մեծ դեր է կատարել իր կյանքում, այլ ոչ թե ստիպողաբար, այլ փորձել ենք խաղալ։ Ժամերով կարող էինք խաղալ, ժամերով գրքերը տանել, բերել։ Մի գիրքը եղել է օրվա մեջ 10 անգամ տարե բերել ենք կամ ավելի շատ։ Եղել է որ ամբողջ հյուրասենյակը հատակը գիրք է եղել, գրապահարանից հանել է գրքերը, շարել է, հետո հավաքել է, երբեք չենք փորձել բռնանանք, վայ, տունը թափվում է, կեղտոտվում է, չհավաքենք, ընդհակառակը։ Օրը մի հեքիաթ կարդալով, պատմելով, Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը դիտելով, այսպես իր մոտ զարգացել է, նաև ինչու՞ չէ, նայելով, դիտելով նկարները, փորձում էինք այսպես ցույց էինք տալիս, ասում էինք Միքայել, Պաուլ Սևակն է։ Անդադ կրկնում էինք, հետո հարցնում էինք, կարող ես ասել ո՞րն է Պաուլ Սևակի գիրքը։ Գնում նկարով բերում էր, դեռ չէր խոսում, դեռ սենց հատուկ կենտ բառեր էր ասում։ Այդպես զարգացավ իր մոտ, ավելի գնալով խորացավ։ Դե ասում եմ, գենն էլ իր գործն է անում, նաև հիշողության առումով, որտեղ մեզ գենային այդ հիշողությունը տրված է, աշխատելով ունենք այս արդյունքը, այնպես որ ամեն ինչը կախված է նաև ծնողներից, եթե ծնողները մի փոքր ջանք խնայեն ու անընդհատ աշխատեն, չզլանան նույն բանը կրկնել, օր է եղել ես նույն բանը կարող է 10, 20, 30 անգամ կրկնել եմ, որտեղ այդպես է ուզում Միքայելը։ Կարող է տարբեր անկյուններով եմ պատմել, բայց իրեն հետաքրքիր է եղել, առ այսօր այդպես ենք անում, Միքայելը գիտի, եթե ինքը մի բան ուզում է, անգամ չգիտեմ, այս քաղաքի այս ծայրից մյուս ծայրը գնալ, միգուցե ես հոգնած եմ կամ վատ առողջ եմ, միևնույն է գնում ենք, անում ենք, որպեսզի Միքայելը հասկանա, որ եթե դա վերաբերվում է կրթությանը, գիտությանը, ուրեմն անպայման պետքա ծնողը առաջնորդի, ուղղորդի, որովհետև դա երեխային հետո տալիս է արդյունք։ Այ օրինակ թեկուզ փոքր տարիքից Միքայելը եղել է 1 տարեկանից ծիծեռնակաբերդ, թանգարաններ, ճիշտ է ասում են փոքր են չեն հասկանում, չէ, աչքերը նաև գեղագիտական զարգացում է ստանում, ընթացքում դա նպաստում է հետագային։ Խոսենք մի փոքր իրերի մասին, իհարկե մեր հաղորդումը պետք է տևի 45 րոպե, բայց չեմ կարծում, որ կհասցնենք բոլոր իրերի մասին խոսել։ Միքայել, հնարավորինս կփորձես մեզ ներկայացնել քո ամենասիրելի իրերը, որոնք այստեղ տեղ են գտել։ Այն բոլոր հին իրերը, որոնք այստեղ տեղ են գտել, կփորձեմ հակիվճ պատմել, ուրեմն մի փոքր խոսեմ ինչպես է աշխատում գրամեքենան։ Ահա։ Ուրեմն մի րոպե։ Սրանք իմ գրքերն են։ Քո հեղինակային գրքերն են։ Այո, փոքրերը եւս մտածելու իրավունք ունեն։ Ներկայացված է իմ տարբեր տարիքի ժամանակ ասած հետաքրքիր մտքերը, պատմությունները ու բանաստեղծությունները։ Մայրիկի հետ համահեղինակ եք, ճիշտ հասկացա։ Այո, ճիշտ հասկացաք։ Սրանք վաճառվում են։ Իհարկե։ Դե մեր ակնդիրներին պատմիր, թե որտեղից կարող են ձեռք բերել այս գրքերը։ Այս գրքերը կարող են ձեռք բերել Զանգակ, Բուկինիստ, Հակոբ 1, Գրափունջ գրախանութներից, ինչպես նաև Շերլոք Հոլմս։ Գրախանութից։ Նաև Անուշիկ գրախանութից։ Դե հիմա ցույց տուր, թե ինչպես է աշխատում գրամեքենան։ Ուրեմն իմ ամենասիրածը սա է։ Լավ։ Ուրեմն սա կանոն է, որ այսպես բացվում է եւ այն ապահովում է թղթի բարձությունը, որպեսզի թուղթը չընկնի։ Ուրեմն սա ապահովում է այն, որ թուղթը եթե շատ փոքր է եւ ինձ ներկայացնում է այսքան տարած, տեղափոխում ենք, որ թուղթը չշարժվի անընդհատ։ Սա ապահովում է թղթի ամրությունը։ Սա մեկ տող ներքև է իջեցնում, սրանց օգնությամբ մենք կարողանում ենք դնենք թուղթը, սա տեղափոխում է ցանկացած վայր գրամեքենան, ցանկացած տեղ գրամեքենան, սա ապահովում է թղթի թուլությունը։ Միքայել, ով է քեզ սովորեցրել այդ ամենը։ Մայրիկս։ Մայրիկը։ Հետո, բացի գրամեքենայից ուրիշ ինչ ցույց կտաս։ Մեկ էլ մի բան ասեմ, այստեղ նաև ետևում կա հատուկ ինչ-որ մի մեխանիզմ, որի օգնությամբ կարող եք կամավարել տողի վերջը։ Սրա օգնությամբ կարողանում ենք հետ տալ, սրա օգնությամբ մեծատալ եւ գրելուց պետք է հնարավորինս ուժեղ հարվածել տավերին, որպեսզի այն կարողանա գրել։ Հասկանալի է։ Շարունակենք, ցույց տուր մեզ այլ իրեր։ Այս հաշվիչը ճիշտ է, ես չգիտեմ ինչպես է աշխատում, բայց հուսով եմ կսովորեմ։ Ես օրինակ այսպես եմ ընդունում։ Սա միավոր, տասնավոր, հարյուրավոր, հազարավոր, 10,000-ավոր, 100,000-ավոր, 1 միլիոնավոր, 10 միլիոնավոր, 100 միլիոնավոր,
1 միլիարդ թավոր եւ Տրիլիոն։ ոչ 100 միլիարդ թավոր։ Շատ լավ, ես ոչինչ չեմ հասկանում այդ հաշվիչից, բայց հիմա խոսենք քո։ Ես էլ չեմ հասկանում եւ սա չգիտեմ ինչ է ես ներկայացնում այս 4-ը։ Խոսենք հիմա քո առօրյայի մասին։ Որ խաղերն են հիմնականում քո առօրյայում տեղ գտնում։ Նայած ժամանակ։ Ինչով ես սիրում խաղալ։ Դե ասում եմ նայած ժամանակ։ Ժամանակ կա որ ցանկանում եմ գլուխ կոտրուկ լուծել, ժամանակ կա որ ցանկանում եմ կոնստրուկտորներ հավաքել, օրինակ իմ կոնստրուկտորները գտնվում են այստեղ, իմ հավաքած 4 կոնստրուկտորները՝ ոստիկանական ավտոմեքենան, պարզապես ավտոմեքենան, դինոզավրը, մարդուկը եւ սա նույնպես ավտոմեքենայինն է, որը պետք է այստեղ դնել այսպես։ Միքայել, իսկ ձախ կողմում ինչեր են դրված։ Սրանք ինչեր են։ Այո։ Սրանք սա իմ հեղինակային խաղն է, Պերիր եւ Գտիրը, որը ես ներկայացնում եմ մի րոպե։ Գիպսով լցված տարա մուրճ ու սպունգ, մուրճի օգնությամբ պետք է կոտրել գիպսով լցված տարան։ Այո։ Մեջից հանել նշված քարերը, սև վանակատ, շագանակագույն վանակատ, վարդագույն, նարնջագույն եւ սև տուֆեր, մարմար եւ ջրային խճաքարեր։ Հետևյալ քարերը հանելով, անհրաժեշտության դեպքում լվանալով, ինչպես նաև ներսում գտնվող ուղեցույցով կարդալ քարերի մասին, ամեն ինչից մի քիչ։ Այսինքն հնարավոր է, որ փոքրիկները կարող են գնալ խանութ, գնել այս ամենը եւ խաղալ քո հեղինակային խաղերով։ Նաև մի կարևոր բան ասեմ, այն ես ներկայացնում եմ ճանաչողական խաղ, եւ այս ճանաչողական խաղը սա մի րոպե Սա նրա համար է, որպեսզի երեխաները կարողանան Հայաստանը ավելի լավ ճանաչեն։ Հրաշալի է։ Եվ սիրեն մեր հայրենիքը։ Բայց խաղը 6+ է, նշենք։ Մոռացա, որ խաղը ունի տարիքային սահմանափակում, 6+ է, հարմար չէ 6 տարեկանից ցածր երեխաների համար, քանի որ ներսում կան փոքր քարեր եւ դրանք կարող են կուլ տալ։ Շատ լավ, շատ շնորհակալություն հրաշալի ինֆորմացիայի համար։ Այս խաղն էլ նկարագրել եմ եւ հետո կասեմ, թե որտեղից կարող եք իմ խաղերը ձև գբերել։ Շատ լավ։ 3 խաղերը ունեն նույն իմաստը։ Ներսում գտնվում են գիպսի ծավձանիկներ, ներկեր եւ վվցին, ներկերի վվցինի օգնությամբ ով ինչ գույնով ցանկանա, չկա ինչ-որ մի գույն, պետք է ներկել եւ հետո թողնել որպեսզի չորանա։ Հասկանալի է, շնորհակալություն։ Միքայել, խոսենք դյուցազնագրի մասին։ Ինչի համար են դրանք քեզ տրամադրվել, որովհետև շատ են դրանք եւ նաեւ տեսնում եմ բազմաթիվ մեդալներ, թե այստեղ եւ մյուս կողմում։ 91 ռեկորդ ունեմ դյուցազնագրքից։ Ինչ ռեկորդներ է սահմանել։ Օրինակ ինձ ամենատպավորած ռեկորդը այն էր, որ ես կարողացա բարձրանալ Արագածի 4-րդ գագաթը։ Մենակ։ Ոչ, մայրիկիս հետ, բայց հիմնականում ամենաավաճինը ես հասա գագաթին։ Եվ դրա համար քեզ տրվեց դյուցազնագրի վկայական։ Այո։ Կհիշես առաջին վկայականը, որը որ ստացել ես, ինչի համար են քեզ տվել։ Հենց ավտոմեքենաների մագնիշները իմ ճանաչելու համար։ Դա քանի տարեկանում էր։ 3.5։ Հրաշալի։ Նաև ներկայացրու մեդալները։ Նաև վերջին ներկա պահին վերջին, որովհետև հնարավոր է էլի ինչ-որ ռեկորդներ սահմանեմ, ներկա պահին վերջին ռեկորդը եղել է այն, որ ես կարողացել եմ ասել 200 հայտնի մարդկանց 200 հայտնի մարդկանց մասին փոքրիկ տեղեկություններ, Վանի թագավորությունից մինչև Ռուբինյանների հարստություն, բոլոր արքաների գահակալման տարեթվերը։ Պատմություն սիրում ես այսինքն։ Այո, ոնց չեմ սիրում։ Հայաստանի պատմությունը թե համաշխարհային պատմությունն ես սիրում։ Համաշխարհային պատմությունը ավելի հետաքրքիր է։ Իսկ Հայաստանի պատմության ընթացքում երբ է եղել մեր ամենածաղկուն շրջանը։ Տիգրան Մեծի ժամանակներում։ Ինչ ես կարծում, մենք դեռ հույս ունենք այդպիսի Հայաստանում ապրելու, թե ոչ։ Այդ հարցը եկեք շրջանցենք։ Եկեք շրջանցենք, համոզեցիր Միքայել։ Հետո ուրիշ ինչեր ունենք այստեղ ունենք նաև այլ ռեկորդներ սահմանած վկայականներ,
Սրանք ինչի համար են քեզ տրվել։ Միջազգային են, եթե չեմ սխալվում։ Չէ, համաշխարհային են։ Համաշխարհային։ Համաշխարհային ռեկորդներ են։ Այս ռեկորդը իրենից ներկայացնում է, որ ես կարողանում եմ 57 վայրկյանում ասել բոլոր 57 վայրկյանում կարողանում եմ ամբողջ քիմիական տարբերական աղյուսակը ասել։ Խնդրում եմ 1 րոպե Միքայել։ Քանի քիմիական տար կա Մենդելեևի աղյուսակում։ 118։ Խնդրում եմ 57 վայրկյանում 118 քիմիական տարերը նշիր։ Ներկապահին պատրաստ չեմ։ Ոչինչ, նշիր 48 վայրկյանում, ես վստահ եմ կկարողանաս։ Թվարկեմ բոլոր ռեկորդները եւ ես կանեմ ավելի հետաքրքիրը, որը ճիշտ է, ես ցանկանում եմ Գինեսի ռեկորդ ներկայացնել եւ որը Գինեսը չի պատասխանել, ասել է վերնագիրը մեզ դուր չի գալիս։ Մենք նրանց գրել ենք, ասեք ինչ վերնագրով հանդես գանք եւ մենք հանդես կգանք։ Դա շատ հետաքրքիր է։ Ինչի մասին է խոսքը։ Հայելային ձևագիր։ Ես գրում եմ եւ մինչեւ հայելու դիմաց չպայեք չեք կարող կարդալ ինչ է գրված։ Իրոք։ Այո։ Մի բան կգրես մեզ համար։ Թվարկեմ ու գրեմ։ Լավ, շատ բարի։ 8 րոպե 34 վայրկյանում կարողացել եմ լվացնեմ ամբողջ քիմիական տարերի պարբերական աղյուսակը իր գույներով։ Եվ 59 վայրկյանում կարողանում եմ աչքերս փակ գրել 2 ձեռքերով, միաժամանակ նաև արտասանել։ Մոռացա ասեմ, հայելային ձևագիր ես գրում եմ 2 ձեռքերով։ Ես ոչինչ չունեմ ասել, Այն ես ուղղակի պապանձվել եմ։ Առաջտեք յավել է Լեոնարդո դա Վինչի, սակայն 1 ձեռքով է գրել։ Դե խնդրում եմ հիմա թվարկիր քիմիական տարերը, պետք չէ 57 վայրկյանում, թվարկիր ուղղակի, այնուհետև կանցնենք հայելային ձեռագրի։ Ներկապահին պատրաստ չեմ։ Լավ, դե գրիր։ Քեզ պետք է նաև պատրաստվել։ Նրա դեպքում էլ է մուսա անհրաժեշտ, այո, ստեղծագործական է։ Հա, լինում է որ չի ուզում, չի անում, այդպես կարծես թե ունենում է երբեմն կամակորություն։ Հենց այն կտավն է, որը որ ես նշեցի։ 4-ը 1-ում կտավի մասին է այո, խոսքը, խնդրում եմ թույլ տվեք մեր ակնդիրներին սա ցուցադրեն։ Դե վազիր բերքով։ Միքայել, իսկ ինչ ես գրելու, չես ասելու, պետք է մենք գուշակենք առանց հայելու։ Միքայելը հեռացավ, որպեսզի բերի իր գրիչը։ Գրիչները բերի, որ կարողանա գրի։ Խնդրեմ Միքայել։ Անցիր։ Չես ասելու ինչ ես գրելու, պետք է գուշակենք։ Ասելու եմ։ Ասելու ես։ Գրելու եմ 4 լեզներով, ես քեզ սիրում եմ։ Դե գրիր։ Պետք է աչքերդ փակես, թե առանց աչքերդ Չէ, ավաց փակես։ աչքես փակելու։ Դե գրիր։ Սա երբ հայտնաբերեցիք Միքայելի մոտ այս տաղանդը։ Այս արդեն 2 տարի կլինի, 9 տարեկանում։ Լեոնարդո դա Վինչին երբ որ կարդաց վերջացրեց, ասաց ես կարող եմ 2 ձեռքով գրել։ Ու հայելային, ես ճիշտ ասած թերավատորեն մոտեցա, հետո որ գրեց պահեցինք հայելու մոտ, տեսանք իրոք գրում է։ Ես ինքս հարցնում եմ, Միքայել, որտեղից գիտես, որտեղից ես սովորել, ասում է ես գիտեմ։ Ու այդպես ավելի զարգացրեց իր մոտ գրելով տարբեր լեզուներով։ Որ ուղղությունը կցնկանայիք, որպեսզի Միքայելը ընտրեր, իհարկե ցածր պատասխանեք, թող չլսի, որովհետև գիտեմ, որ ընդվզելու է եւ նաեւ ձեր պատասխանը մոտավորապես գուշակում եմ, թե ինչ է լինելու, բայց ամեն դեպքում դուք վստահաբար ձեր մտքում ունեք մի որևէ մասնագիտություն։ Ինքը որը կընտրի, որովհետև ես ավելի շատ ուզում եմ, որ ինքը ընտրի, որ ինքը ընտրած մասնագիտությունը երջանիկ լինի ու սիրով անի։ Քանի որ իմ ծնողներն էլ ինձ չեն ստիպել սովորելու հարցում, ես ինքս ընտրել եմ այն, ինչ որ ուզել եմ։ Նույնը ես եմ ուզում, ու քանի որ ինքն էլ ընտրի իր ուզածը, որպեսզի թեկուզ դժվարություններ լինի, ոչ մեկին չփորձի ասի, այ ձեր ուզածների իմը չէր, ուզում եմ ինքը ընտրի, որ թեկուզ ինչ որ խոչընդոտ է լինի, ինքը հաղթահարի։ Պարզը։ Կարևորը պիտանի մարդ դառնա, որն ուզում է ընտրի։ Արդեն պատրաստ է։ Մեզ անհրաժեշտ է հայելի, որպեսզի կարողանանք կարդալ։ Մինչ դուք կբերեք հայելին, ես պետք է տեղեկացնեմ, որ մեր ծրագրում այս պահին կարճատև գովազդային դադար է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեզ հետևող մարդկանց ցուցադրել այս հրաշքները։ Քրիստինե, Միքայել,
Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, կարմիր աղացած քաղցր եւ կծու պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ ապակե տարայում, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Միքայել, քանի որ դու ունես ֆենոմենալ հիշողություն, ես հարցս ուզում եմ ուղղել քեզ։ Հիշում ես արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրելատիկ համիկակտիկ Մառանիկ։ Ես շարունակում եմ ապշել այս երեխայի կարողություններով։ Այո, շատ ճիշտ է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Միքայել, արդեն պատրաստ եք հառելեզու գրվածքը Ոնց չէ։ եւ մնում է հայելու մեջ ցուցադրել մեզ դիտողներին։ Ես քեզ սիրում եմ, я тебя люблю, I love you եւ ժտեմ։ Քանի լեզու գիտես, Միքայել։ 4։ Որոնք են դրանք։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Շտեք։ Դրա համար էլ այդ 4 լեզուներով գրել ես այդտեղ։ Ովքեր են քեզ սովորեցրել այդ 4 լեզուները։ Ինչ որ մարդիկ, թե դու ինքնուս ես։ Ես ինքս։ Դու ինքդ սովորել ես։ Դպրոցում Սովորեցրել է Լեոնարդո դա Վինչին։ դու Լեոնարդո դա Վինչիի երկրպագուն ես, ինչպես հասկանում եմ։ Այդքան էլ չէ, բայց Լեոնարդո դա Վինչիից եմ սովորել։ 4 լեզուները։ Չէ, Լեոնարդո դա Վինչի 2 լեզվով է արել, ես եմ 4 լեզվով արել։ Հասկացա։ Այս ամենը սովորել ես Լեոնարդո դա Վինչիից։ Այո, սա Լեոնարդո դա Վինչի գաղափարն է։ Լավ, շարունակենք բացահայտել քո սենյակը, քո աշխատասենյակը, ինչպես դու ասացիր։ Մինչև նկարահանումները սկսել է, ասացիր, որ հետաքրքիր բան ունես մեզ ցույց տալու, դա Պյութագորասի թասն է, արդարության։ Պյութագորասի արդարության թասը, ճիշտ եք։ Դե խնդրում եմ ցուցադրիր դա։ Ինչպես է դա աշխատում։ Ուրեմն, ման որ խնդրեմ եմ ջուր կտաս։ Ահա։ Չէ, ջուր լցրած մի բեր։ Հա դու ինքդ պետք է փորձես։ Հա, դու ինքդ պետք է փորձես։ Դու ես հեղինակել սա, թե քեզ նվիրել են։ Նվիրել են։ Ահա։ Երևանի աստղադիտարանից։ Երևանի աստղադիտարանից։ Այո, երբ ջուր են լցնում, առաջ գինիով էր։ Հենց այս տեղից անցնում է, ջուրը սկսում է թափվել։ Նորից շարունակելու դեպքում նաև թափվում է ջուրը այստեղից։ Իսկ ինչու է դա կոչվում արդարության թաս։ Ինչ էին որոշում դրանով։ Այդքանով մարդիկ որոշում էին, թե մարդը ինչքանով է ագահ։ Ահա։ Հիմա լցնեմ։ Ոչ մի բան չի եղել, չէ՞ դա։ Դեռևս ոչ։ Հիմա ամբողջությամբ պետք է տեղափոխվի ներքևի հատված։ Այո, նաև այստեղից կթափվի, քանի որ ես շատ լցրեցի։ Այսինքն, եթե դա լիներ հին ժամանակներում, քեզ կանվանեին ագահ։ Այո։ Հետաքրքիր թաս է։ Շարունակենք։ Մի քիչ էլ որ սպասեք, արդեն այստեղից էլ կթափվի ջուրը։ Լավ, սպասենք մի քիչ էլ, հետո կշարունակենք, որովհետև հին մեքենաներ եմ տեսնում այնտեղ, Միքայել։ Ճիշտ եք, դրանց մասներ կխոսեք, այդ հին խաղալիքները մենակ այստեղ էլ չեն, ուրիշ Միքայել, դու ագահ չես եւ դա լավ է, որովհետև չի թափվում, այսինքն ճիշտ չափաբաժնով էիր լցրել։ Շնորհակալություն, որ դու ագահ չես։ Դա փոխանցիր մայրիկին ու շարունակենք ցույց տուր քո մեքենաները։ Մեքենաները խնդրում եմ ցույց տուր։ Մեքենաները ցույց տանք։ Այո։ Սիրում ես մեքենաներ, որովհետև առաջին ռեկորդդ եղավ հենց մեքենաների մակնիշները նշելը։ Այո։ Ինչ մեքենաներ են այդտեղ։ Մակնիշները կնշես։ Իհարկե, սա Mini Cooper, Bentley,
Mitsubishi, Subaru, Ford, Lamborghini, Alfa Romeo, Chevrolet եւ Crown։ Նաեւ ունեմ ամենան 55 տարվա պատմություն ունեցող Մոսկվիչ ավտոմեքենան։ Նաև կարող եմ ցուցադրել իմ այս հին Rubik Cube-ը, այն նույնպես գործում է, սա ես հավաքել եմ այսպես։ Գեցես։ Խոսենք պաստառի մասին, Միքայել։ Իհարկե։ Մեր հարգարժան ընկեր Դավիթ Ամալյանի հետ։ Ինչ է դա։ Իմ ֆիլմում ես ներկայացնում եմ Եվաբլուրի մասին, սկսած հաղթական կամարից մինչև ամբողջ Եվաբլուրի տարածքը ես նկարագրում եմ ամեն մի հուշարձանի պատմությունը ասելով։ Դու ես հեղինակը ֆիլմի։ Ֆիլմի հեղինակը ես եմ, սցենարիստը մայրիկս է։ Ֆիլմի գլխավոր դերակատարը ես եմ, նաև գլխավոր դերակատար է համարվում Դավիթ Ամալյանը։ Այստեղ ներկայացված է հաղթական կամարը եւ ավելին ասեմ, ֆիլմը կրում է ուսուցողական բնույթ եւ սովորեցնում է ցանկացած Եվաբլուր մտնողին ասել, թե ինչ է խորհրդանշում Եվաբլուրը, սկսած հաղթական կամարից եւ դուք ուր եք մտնում։ Շատ շնորհակալություն ինֆորմացիայի համար։ Ֆիլմը ունեցել է պրեմիերա, ունեցել եմ ցուցադրում, պրեմիերան տեղի ունեցել Երևանում, ունեցել եմ ցուցադրում Սևանում, Ապարանում, Թալինում, սակայն Թալինում ես ցավոք ներկա չեմ եղել։ Կպատմես այն սկաֆանդրի մասին, Միքայել, ինչ է դա։ Սկաֆանդրը ինձ պարզապես նվիրել են, իրականում իրենից ոչ մի տարօրինակ բան չի ներկայացնում։ Ինչ ես ցանկանում դառնալ։ Տիեզերագնաց, դրա համար է դա։ Տիեզերագնաց եւ քիմիկոս։ Եվ ավելին ասեմ, տիեզերագնաց դառնալուց եւ գնում ես տիեզերք, դու ես քո ակտիվի ամեն ինչը, եւ սանտեխնիկը, եւ պետքարանի մասնագետը, եւ համակարգիչների մասնագետը։ Քիմիկոս, տիեզերագնաց։ Այո։ Դրանք հնարավոր է համատեղել միասին։ Իհարկե, ինչու ոչ։ Ցանկանում ես քիմիական փորձեր կատարել տիեզերքում։ Ոչ, բայց ուզում եմ համ քիմիայով զբաղվեմ, համ տիեզերագնացությամբ։ Բայց մինչև 35 տարեկան կարող եմ։ Եթե 35 տարեկանից կամ 35 տարեկանում դարձա, 35 տարեկանից փոքր կամ 35 տարեկանում դարձա ասկագնաց էլ տարիքային սահմանափակում չկա, երբ ուզեմ կարող եմ գնալ տիեզերք եւ էլի գետ գամ եւ վերադառնամ։ Որտեղ պետք է սովորես, որպեսզի դառնաս տիեզերագնաց։ Ռուսաստան։ Հայաստանում չկա հնարավորություն։ Իսկ գիտես Ռուսաստանում կոնկրետ որտեղ պետք է սովորես։ Ռոսկոսմոս։ Խոսքեր չունեմ, լռում եմ ուղղակի, ցանկացած հարցի պատասխան կա։ Շարունակենք բացահայտել։ Շարունակենք։ Ուր ենք գնում, ուր ես մեզ ուղեկցելու։ Դեռ քո սենյակում ենք մնում։ Այո, այստեղ ես մի հետաքրքիր բան պետք է ցույց տամ։ Իմ շիլկունչիկը։ Մարդուկ ջարդուկը։ Մարդուկ ջարդուկը։ Այն ինձ նվիրել է Հովհաննես Թումանյանի թորնուհի Իրմա Սաֆրազբեկյանը։ Օ, հետաքրքիր է։ Միքայել, բնակարանը շարունակենք բացահայտել, հա, բացի քո սենյակից, նաև գնանք այլ սենյակներ։ Նաև մի քանի բան էլ ցույց տամ ու գնանք։ Դե ցույց տուր ու գնանք։ Նաև ունեմ այսպիսի խաղալիք։ Սա իրականում ես ներկայացնում եմ մի գնդապետ, որը բարևում է։ Ուրիշ ոչինչ չունես այստեղ մեզ ցուցադրելու։ Ոնց չունեմ, ունեմ։ Ինչն է հաջորդը։ Իմ լոգոյի մասին խոսեմ։ Օ, դու լոգո ունես նույնիսկ սեփական։ Այո, այն իմ հեղինակայինն է ամբողջությամբ։ Դուր ցուցադրենք ավելի ստուքի վրա ավելի լավ այրեմ, Միքայել, բեր։ Այդտեղ բեր, ավելի։ Ուզում եմ այստեղ ավելի պարզ երևա։ Դե պատմիր լոգոյի պատմությունը։ Ուրեմն լոգոյի ներսում կա ձեռք, որը արարումի խորհրդանիշ է, գիրք, որը կրթության խորհրդանիշ է, ժապավեն, որը ճանապարհի խորհրդանիշ է եւ որի վրա գրված է. ստեղծիր ինքդ եւ գունավորիր քո աշխարհը։ Գլոբուսը աշխարհի խորհրդանիշ է, իսկ ՄԵԱ-ն հապավում է, որը թարգմանաբար նշանակում է մեր, չէ, որ բացում է, սա հապավում է, դառնում է մեր երազանքների աշխարհում։ Շատ հետաքրքիր էր։
Միքայել լոգոն ցույց տվեցիր, բայց այնտեղ տեսնում եմ նաև abstract ոճի նկարներ։ Դրանք նույնպես քո հեղինակացն են թե ոչ։ Այո, այս բոլոր նկարները իմ հեղինակած նկարներն են։ Շարունակենք բնակարանը բացահայտել։ Դու խոստացար, որ մի քանի բան էլ ցույց կտաս եւ կշարունակենք բացահայտել։ Գնանք։ Նաև կցանկանամ ցույց տալ իմ կերոսինով լամպը։ Այն շատ գեղեցիկ տեսք ունի, ճիշտ է, ես երբեք չեմ օգտագործել, սակայն գիտեմ աշխատելու ձևը, ինչպես աշխատել։ Եվ իմ նոր գրքի մեջ ներառվել եմ, թե ինչպես պետք է աշխատել սրանով։ Ապրես, կեցես։ Իսկ հիմա խոստանում ես, որ կգնանք բնակարանը բացահայտելու։ Գնանք օրինակ խոհանոց, ինչ կարծիքի ես։ Իհարկե, գնանք խոհանոց եւ տեսեք, թե ես որտեղ եմ աշխատում, իմ դասերը որտեղ եմ անում։ Ես դայմ այստեղ զբաղվում եմ մի բան ասեմ, մագնիսային կոնստրուկտորով, այս մագնիսային կոնստրուկտորով։ Ես դրանով պատրաստում եմ նավ, արև, հովթիվ, որը գտնվում է կայանում։ Շատ հետաքրքիր է։ Դե գնա խոհանոց, ուղեկցիր մեզ դեպի խոհանոց։ Ասացիր, որ խոհանոցում էլ ես աշխատում, դասեր ես անում, ամբողջ բնակարանում աշխատում ես դու, ճիշտ է։ Այստեղ մի բան կանգնենք, այստեղ դուք տեսնում եք իմ անձնական իրերը, իմ տոնածավը, իմ շախմատները եւ շատ հետաքրքիր մի բան, իմ աճպարարության տուփը։ Նույնիսկ ինչ է դա իրենից ներկայացնում։ Որ գնանք խոհանոց, ցույց կտամ ձեզ։ Դե գնանք խոհանոց, որպեսզի ցույց տաս մեզ։ Դե գնանք։ Խոհանոցում առհասարակ լինում են խոհանոցային իրեր, բայց ձեր խոհանոցը բացառություն է, որովհետև այստեղ նույնպես մի ամբողջ գրադարան է այդտեղ։ Այո, ես այստեղ իմ դասերն եմ անում, քանի որ այստեղ մայրիկիս հարմար է, որ մայրիկս ինձ կարողանա օգնի։ Ես մայրիկիս իմ դասերը պատմեմ։ Բայց միայնակ չես անում դասերը անում ես հիմնականում մայրիկի հետ։ Այո, մայրիկիս հետ երբեմն էլ մայրիկիս օգնությամբ։ Քրիստինե, ձեզ մի հարց ունեմ։ Միքայելի գիտելիքները գերազանցում են հիմնականում միջին միջակագրական մարդու գիտելիքներին։ Չեք դժվարանում երբևէ նրա հարցերին պատասխանելիս։ Լինում է պահեր, որ դժվարանում եմ, քանի որ այնպիսի հարցեր ա տալիս ես ինքս էլ չգիտեմ, այդ դեպքում դիմում ենք արդեն ինտերնետի օգնությանը։ Այո, ինտերնետի օգնությանը կամ ասում եմ Միքայել, ես այդքանը դեռ չեմ ուսումնասիրել, արի միասին նայենք կամ արի միասին կարդանք, որովհետև ինքը շատ հետաքրքիր հարցեր կտա, թե աշխարհագրությունից, թե պատմությունից կամ մի այնպիսի հարց կտա, որ ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածել կամ մտքովս չի անցել, այդ դեպքում փորձում ենք միասին գլուխ գործի բերել։ Ասացիք մինչև նկարահանումները, որ Միքայելը նույնիսկ հեռախոս չունի։ Շատ հազվագյուտ երևույթ մեր իրականության մեջ այս շրջանում։ Ինչով է դա պայմանավորված։ Իսկ նախընտրությունն է թե ձեր ստիպածն է դա։ Ինքը չի ուզում, հեռախոս ընդհանրապես չի ուզում։ Եթե նկատեցիք հյուրասենյակում այնտեղ 3 հատ ժամացույց էր դրված, 3-ն էլ տուփերի մեջ էր, Միքայելը դեռ երբևիցե չի եղել, որ բացի կամ ցանկություն հայտնի, բացի կամ կապի, ոչ մեկս իրեն չեն կառակելում, դեռ ընդհակառակը, քանի որ իր ծննդյան օրը ապրիլին էր, մենք այսպես անընդհատ ասում ենք Միքայել, միգուցե կուզես ծննդյանդ օրը քեզ հեռախոս նվեր գնենք, չէ, բացարձակ չի ուզում։ Քանի դեռ չի ուզում, մենք էլ չենք ստիպում, ավելի լավ։ Գրքերն ավելի հետաքրքիր են իր համար։ Միքայել, ինտերնետից էլ չես օգտվում։ Օգտվում եմ։ Բայց օգտվում ես համակարգչով։ Չէ, հեռախոսով եմ օգտվում, բայց մայրիկիս հեռախոսով։ Խոստացած Ստիպից է աշխատում այս տուփը։ Նման տեսեք, ես դնում եմ իր մեջ գրիչի բերանը, փակում եմ։ Չեմ հավատում։ Հետո իսկ ուր է գրիչի կափարիչը ի վերջո։ Ես ոչինչ չունեմ ասելու։ Չէ, այստեղ շատ խարդախություն կա մի փոքրիկ։ Խարդախություն կա մի փոքրիկ։ Ահա, հասկացա ամեն ինչը որտեղ է թաքնված։ Հիմա խոհանոցում ենք գտնվում եւ Միքայելը ամեն հարցում բծախնդիր է, ինչպես հասկանում եմ։ Ուտեստների հարցում էլ է բծախնդիր, թե ոչ։ Չէ, ասի, սիրում է ամեն ինչը հայկական, սիրում է հարիսա, սիրում է սոպաս, սիրում է կարտոֆիլ է սիրում։ Առողջ սննդի կողմնակից է։ Այո, լոբի է սիրում, սիսեր է սիրում, վոլոր է սիրում, չի ուտում չիփսեր, գազավորված ըմպելիքներ, նրբերշիկներ, առողջ սնունդ, շատ սիրում է առավոտյան թեյ խմել հաց ու կարագով։ Սեփական ընտրությունն է, թե դուք եք ուղղորդել։ Չէ, ինքն է։ Ամեն առավոտ։ Գնանք բացահայտելու ձեր բնակարանը։ Գնանք Միքայելի։ Դա կրկին աշխատասենյակ է Միքայել։ Ոչ, իմ ննջասենյակն է։
Հասնում ես նաև քնել։ Այո։ Սա իմ ավազի նկարչությունն է, որը այսպես պտտեցնելով, այսպես այս նկարը թափվում է այստեղ։ Ունեմ այսպիսի գլուխկոտրուկներ, որը ինձ նվիրել է Իլյուզիաների թանգարանի Երևանի բաժինը։ Հին իրեր եմ տեսնում այնտեղ։ Հին մագնիտոֆոններ։ Հին հաշվիչներ են, հին ռադիո։ Դա ինչ է։ Սա հին ձայնագրիչ է։ Աշխատող։ Պարզապես մի քանի խնդիր ունի։ Հասկացա։ Ասացիր, որ քո ոգեշնչման աղբյուրը եղել է Լեոնարդո դա Վինչին։ Հայլայն ձևագրի առումով, այո։ Նա աշխատում էր 2 ժամ, քնում 15 րոպե եւ այդպես 24 ժամվա ընթացքում։ Դու որքան ես քնում։ Ես քնում եմ հիմնականում 5 ժամ, քանի որ քնում եմ գիշերվա ժամը 2-ին։ Ինչ ես անում մինչև գիշերվա ժամը 2-ը։ Դաս եմ անում։ Այդքան երկար։ Այո։ Թե ուսումնասիրում ես այլ բաներ։ Չէ, դաս եմ անում։ Բայց ինչու այդքան երկար։ Որովհետև անընդհատ կարդում է, հանրագիտարաններ է կարդում, այլ գրքեր է կարդում։ Այ օրինակ հիմա ինչ ես կարդում, Միքայել։ Հիմա կարդում եմ Եղիշե Չարենցի Գարեգին Բես գիրքը։ Շուտով գիրքը կավարտեմ։ Եղիշե Չարենցի Գարեգին Բես։ Գարեգին Բեսի իմ Չարենցը։ Հասկացա, որովհետև մի փոքր անծանոթ բան ասացիր։ Ուր ենք գնում Միքայել, էլ ինչ ենք շարունակում բացահայտել ձեր բնակարանում։ Գնանք խաղալիքների մոտ։ Խաղալիքներ էլ կան։ Իհարկե։ Այս ամեն ինչի մեջ կան նաև առանձին խաղալիքներ։ Իհարկե։ Միքայել, այդպես էլ չասացիր, թե որն է քո ամենասիրելի խաղը։ Այստեղ։ Եվ ի վերջո խաղալ տանը, թե խաղալ բակում, որն է քեզ Խաղալ տանը։ Խաղալ տանը, իսկ բակում ընկերներ չկան։ Ես բակ չեմ գնում, Ինչու։ որովհետև բակում երեխաները չեն խաղում։ Բա ինչ են անում։ Հեղափոխների մեջ են։ Հասկացա։ Դե պատմիր այս խաղալիքների պատմությունները։ Սրանք բոլոր իմ խաղալիքներ են, առանձնապես ոչ մի պատմություններ չունեն։ Ես սրանցով իմ ազատ ժամանակ խաղում եմ, իմ ամենասիրելի խաղալիքը այսպես փիսիկն է։ Ինչ է անունը։ Հետաքրքիր անուններ են դնում հիմնականում։ Անուն չեմ դրել։ Արի միասին հիմա անուն որոշենք նրա համար, մի տիեզերական անուն։ Ինչ կարծիք ես։ Նախ սկսենք նրանից, աղջիկ է թե տղա։ Իմ կարծիքով տղա։ Տղա, արի անունը դնենք Յուպիտեր։ Թե չես ուզում։ Ուրան։ Ուրան, որոշեցինք փիսիկի անունը կլինի Ուրան։ Միքայել, եթե ծնված չլինեիր Հայաստանում, որտեղ կուզեիր ծնվել։ Մարս մոլորակի վրա։ Նույնիսկ երկիր մոլորակի վրա չես ուզում լինել, ուզում ես Մարսի վրա լինել։ Ինչու։ Դե Մարսի վրա ասում են կյանք շատ հետաքրքիր է։ Ասում են կյանքը շատ հետաքրքիր է, բայց կյանք կա Մարսի վրա։ Այո, եւ նույնիսկ փաստարկներ կան, որ այնտեղ ջրեր են հայտնաբերվում։ Ինչ ես կարծում, այլ մոլորակայինները, եթե կան այնտեղ կյանք, ուրեմն կան նաև այլ մոլորակայիններ, ճիշտ է, մեզ նման են թե ոչ։ Չգիտեմ։ Բայց օրինակ ես լսել եմ, որ մոլորակը, որը երկրից լավն է։ Նույնիսկ։ Այո, Կեպլեր 121-ը։ Այնտեղ ջուրը կրկնակի անգամ ավելի շատ է, քան մեր մոլորակի վրա։ Միայն ջուրը բավական է, որպեսզի կյանք լինի որևէ տեղում։ Նաև թթվածինը։ Բայց դա մեր մոլորակի համար եւ մեր մոլորակում բնակվող մարդկանց համար, միգուցե այլ մոլորակներում ավելի կարևոր բաներ կան։ Դե։ Օրինակ մեր օդում ավելի շատ ազոտ կա, քան թթվածին։ Եվ մենք որ մաքուր թթվածին շնչենք, կմահանանք պարզապես։ Ինչու։ Որովհետև քիմիայից եմ ասում, եթե մենք մաքուր թթվածին շնչենք, մեր օրգանիզմի բոլոր օրգանները կսկսեն շատ արագ աշխատել, եւ մենք այդ արագությանը չենք դիմանա։ Ես նոր ինֆորմացիաներ եմ ստանում եւ ինչպես ասել է մի գիտնականը, քիմիկոսը պետք է մտածի մոլով։ Մոլով։ Այո։ Ինչ ասել է մոլ, ես չգիտեմ դա ինչ։ Մոլը քիմիական շատ կարևոր մեծություն է, որ բոլոր խնդիրները եւ բոլոր գյուտերը անելուց պետք է գտնել ցանկացած նյութի մոլը։ Ես չգիտեմ ինչ ասել, դուք գիտեիք այս ամենի մասին։ Քանի որ ես քիմիայի դասերին լինում եմ Միքայելի հետ։ Ահա։ Տեղյակ է։ Ես ուզում եմ խոսենք նաև խորենի մասնակցության մասին, որովհետև խորենը հրաժարվեց, այսպես ասած, մեր նկարահանումներից, բարևեց եւ հեռացավ։
Բայց ի վերջո Խորենը ողջունում էր այս ամենը, թե ոչ։ Իհարկե, այն ամբողջ ծանրությունը, աշխատանքային ամբողջ ծանրությունը Խորենը վերցրել է իր վրա։ Ես ներկապահին արդեն 17 թվից չեմ աշխատում, ինչ Միքայելը 3 տարեկան է դարձել չեմ աշխատում, ամբողջությամբ զբաղված եմ Միքայելով, Միքայելին դասի տանել, բերել այդ տեղերը, ամբողջ ծանրությունը Խորենը վերցրել է իր վրա, թե աշխատանքի, թե ֆինանսական, նաև ինչու՞ չէ, մարզային այցերը, Միքայելը քանի որ մարզերում, բոլոր մարզերում լինում է ու շրջակայում է, այդ ամբողջը Խորենի ուսերին է դրված։ Միքայելը հաճախում է սովորական միջնակարգ դպրոց, թե հատուկ դպրոց։ Համար եւս ունի հիմնական դպրոցը Հովհաննես Բաղրամյանի անվան։ Դասարանցիները սիրում են սովորել, թե ոչ։ Ոչ բոլորը։ Առհասարակ փոքրերը սիրում են սովորել, թե ոչ։ Դե օրինակ մեր դասարանում հիմնական տղաներն են շատ ցանկանում սովորել, աղջիկները այդքան էլ չէ։ Բայց նայելու են հետո աղջիկները այս հաղորդումը եւ Սկսել են կռվել։ Եվ սկսելու են կռվարար են ի դեպ աղջիկները։ Հա։ Ինչպես չէ։ Հա։ Աղջիկները դե ավելի շուտ են զարգանում, քան տղաները։ Դա էլ պետք է հաշվի առնենք։ Մենք ծում ենք կռիվներ։ Ձեր դասարանում լինում են կռիվներ։ Դու ակտիվ մասնակցություն ունենում ես այդ կռիվներին, թե հիմնականում հաշտեցնողի դերում ես լինում։ Ընկերական կռիվներ այո, լինում են, քանի որ խաղում են, կռվում են, ընկերանում են, ինչու՞ չէ, նաև տարաձայնություններ են ունենում, քանի որ ես շատ այսպես կապված եմ իր դասարանի հետ, շատ լավ ընկերասեր դասարան ունեն, նաև դպրոցն է, ոչ թե ինչ որ Միքայելը հաճախում է դրա համար եմ ասում, չէ, շատ լավ դպրոց է, այն առումով որ ջերմ ընտանեկան մթնոլորտ կա դպրոցում։ Նաև Մարիկին է շատ սիրում իմ դասարանցիները։ Հա, ճիշտ է, երեխաները սիրում են, քանի որ արդար եմ։ Երբեք չեմ փորձում ինչ որ մեկին պաշտպանել, եթե սխալ են, ասում եմ, որ եկեք չանենք այսպես, որպեսզի չնեղացնենք մյուս ընկերներին։ Այդ առումով Միքայելի բախտը բերել է շատ լավ միասնական համերաշխ դասարան ունեն։ Միքայել, ինչ պետք է անել, որպեսզի երեխաները ցանկանան սովորել։ Ինչն է ամենակարևոր բանը։ Այդ հարցի պատասխանը խնդրում եմ հարցրեք մայրիկիս։ Շատ լավ, Քրիստինե, դուք պատասխանեք։ Ինձ թվում է մայրիկները պետք է գտնեն երեխաների ուժեղ ու թույլ կողմը եւ սկսեն աշխատել։ Միայն խաղով։ Խաղը ամենալավ մեթոդն է երեխաներին սովորեցնելու, նաեւ զարգացնելու։ Ստիպողաբար ոչ մի բանի չես հասնի։ Մեր առումով ես ինչու եմ դա վստահ ասում, այլ լինում են դեպքեր, որ Միքայելը չի ուզում, այ ես ինչ որ խաղի ձև եմ գտնում, ասում եմ՝ դե արի տեսնենք, ես քեզ կհաղթեմ, թե դու ինձ։ Եթե դու ինձ հաղթես, ուրեմն դու ավելի խելացի ես, ես հետ եմ ընկել։ Դու փորձում ենք այդպես մրցակցել։ Լինում է երբեմն Միքայելն է ինձ հաղթում, բայց դեռ թվերի առումով կարծես թե ես գերազանցում եմ Միքայելին։ Տարիներ առաջ ես հիշում եմ, որ ձեր ընտանիքը շատ բուռն քննարկումների ենթարկվեց, որովհետև ասում էին, որ երեխային չի կարելի ստիպել այդքան շատ սովորել, այդքան շատ ինֆորմացիա պետք չէ տալ երեխային, բայց ես հիմա ցանկանում եմ ձեզ ընդհանրապես ասել շնորհակալություն այս ամենը երեխայի համար իրականություն դարձնելու համար, որովհետև ուղղակի խոսքեր չեմ գտնում այն ամբողջ ինֆորմացիան, որը որ ունի Միքայելը եւ այն մտածողությունը, որը որ ունի Միքայելը, վստահ եմ, որ ծառայեցնելու է ի բարօրություն մեր երկրի։ Չէ, Միքայել։ Հուսանք պիտանի մարդ կդառնա ազգի համար, այդպես էլ անում ենք, որ պիտանի մարդ դառնա։ Իհարկե դժվար է կարծրատիպերը մարդկանց կոտրել, երեխային տանջում են, մանկություն չունի։ Մենք չենք կարող ամբողջը լուսաբանել, թե առօրյան ինչպես է անցնում։ Մենք մեր խաղի ժամներ ունենք, հանգստի ժամներ ունենք, այցելելու թանգարան, թատրոն, մարզային, բայց ավելի շատ այսպես գիտելիքից հետո փորձում ենք գիտելիքը նոր չենք փորձում ավելի շատ այսպես, չգիտեմ, գնալ այստեղ, գնալ այնտեղ, չէ, գիտելիքը ստանում ենք, հանգստանում ենք, մարսում ենք, խաղում ենք, ամեն ինչը իր չափաբաժինն ունի։ Պարզապես Միքայելը շատ սիրում է կարդալ եւ գրքեր ուսումնասիրել, դա էլ նպաստում է իր հաջողությանը։ Շատ բարի, շնորհակալություն։ Մենք եւս շնորհակալ ենք։ Իսկ չնշեմ, թե որտեղից կարող եք ձեռք բերել իմ խաղերը։ Հետո կասես, մեզ ճանապարհելուց կասես։ Բարեկամներ, շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար եւ շնորհակալություն այսպիսի հրաշալի բալիկ մեծացնելու համար։ Միքայել, քո խաղերը որտեղից կարող ենք ձեռք բերել։ Երևանի եւ Մավզային գրախանութներից։ Շնորհակալություն։ Մենք եւս շնորհակալ ենք այցելության համար եւ Միքայելին այլ կողմից լուսաբանելու համար։ Հաջողություն։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Հաջողություն։
Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Բարձրակարգ եւ հատնտիր ծավարեղեն Մարանիկից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դե Վահան, խնդրեմ։ Դավիթ, խնդրեմ։ Ձեր ինքնարտահայտվելու պահն է։ Ես ինչպես հաղորդման ընթացքում հիմա էլ պապանձված եմ ուղղակի, թե որքան ինֆորմացիա ունի Միքայելը եւ բրավո նրա ծնողներին, որ կարողացել են այդպիսի երեխա մեծացնել, դաստիարակել եւ սերմանել նրա մեջ սեր դեպի ուսումը։ Այո, շնորհակալություն Քրիստինեին եւ Խորենին։ Իսկ Միքայելին մաղթենք, որպեսզի քիմիկոս տիեզերագնացի տեսլականը ի կատարածի։ Այո, վստահ եմ Միքայելի դեպքում դա երազանք չէ, այլ ընդամենը տեսլական եւ ժամանակի հարց է դա իրականություն դարձնելը, ինչպես նկատում ես, խոսելը դժվար է ինձ համար այս պահին, որովհետեւ իրոք հիացած եմ։ Միքայել Հակոբյան, հիշեք այս անուն ազգանունը։ Այո։ Իսկ ձեզ հետ Վահան Ներմիրաքյան։ Եվ ինչպես միշտ Դավիթը Վարդանյան։ Մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։